Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտը մամուլի ասուլիսով ամփոփում է Գենդերային արդարադատության ակադեմիա ծրագիրը։ Նիդերլանդների թագավորության ֆինանսական աջակցությամբ իրականացվող այս ծրագիրն ուղղված էր գենդերային և ընտանեկան բռնությունների դեպքերին, այս կամ այն կերպ առնչվող կառույցների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի վերապատրաստումներին։ Ակադեմիայի շրջանակում ամեն շահառու խմբի համար համատեղ տեղական և միջազգային մասնագետների հետ ստանալով բոլոր շահառու խմբերից իրենց առաջարկները մշակել ենք յուրաքանչյուր խմբի համար առանձին դասավանդման պլան իր թեմատիկ առարկաներով, որպեսզի կարողանանք բավարարել նրանց հետաքրքրությունները։ Այս համագործակցությունը թույլ է տվել ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ բաց խոսվել է, բաց քննարկվել են իրական խնդիրներ, օրենքի կիրառումից մինչև զոհի ու բռնարարի հոգեբանական վիճակի ընկալում։ Ծրագրի իրականացման 9 ամիսների ընթացքում կազմակերպվել է 5 ակադեմիա, որոնց ընթացքում ոլորտի մասնագետները ծանոթացել են գենդերային և ընտանեկան բռնության դեմ պայքարի միջազգային փորձին, իրավական մեխանիզմներին, ներկայացրել են տեղական փորձն ու օրենսդրական դաշտը, ձեռք են բերել լրացուցիչ գիտելիքներ իրենց գործունեությունն առավել զոհակենտրոն դարձնելու վերաբերյալ։ Առաջին 2 ակադեմիան ոստիկաններն են մասնակցել և հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ոստիկանապետերը և տեղականները մեր ծրագրի շրջանակում վերապատրաստվել են։ Հետո դատախազության 1 ակադեմիա ունեցել ենք դատախազության ներկայացուցիչների համար, 1 ակադեմիա դատավորների համար և 1 ակադեմիա համատեղել ենք քաղաքասարակության ներկայացուցիչների և մեդիա ներկայացուցիչների համար։ Ես մի քանի թիվ ուղղակի շեշտեմ, հավելում են Էլեանորայի, մենք վերապատրաստել ենք 100-ից ավելի ոստիկաններ, մոտ 50 դատախազներ, 30 դատավորներ, 30 քաղաքծառայության և մամուլի ոլորտում աշխատող փորձագետներ և կարծում եմ, որ այս վերապատրաստումները սկիզբն էին այն աշխատանքի, որ հետո տարվելու է։ Մամուլի ասուլիսին ծրագրի արդյունավետության և արդեն իսկ նկատվող դրական տեղաշարժերի մասին են խոսում նաև իրավական ոլորտի մասնագետները, կարևորելով ակադեմիաների բովանդակությունն ու մասնակիցների ներգրավման ծավալները։ Մենք ունեցել ենք ոստիկանությունում վերապատրաստումներ, բայց երբեք ղեկավար կազմի վերապատրաստումները այդ ծավալով չեն իրականացվել, որ բոլորը անցնեն վերապատրաստումը։ Նպատակը նա է, որ հնարավորինս ինքը ավելի արդյունավետ լինի, ազդեցիկ լինի, հետևանքներ ունենան։ Լավ էր տեսնել Նիդերլանդների թագավորության տվյալ ոլորտում մասնակցող պրոֆեսիոնալի մոտեցումները, համակարգը, տարբերությունները և նմանությունները, որ առկա են մեր իրավական համակարգի հետ։ Վերջի փուլում դատավորներին ևս հնարավորություն ձեռնվեց այդ շղթայի մեջ առնվազն ծանոթանալու այն մոտեցումներին, որ առաջադրվում էր նաև միջազգային ստանդարտների տեսանկյունից։ Բանախոսների հիմնական ելույթներին հաջորդում է հարց ու պատասխանը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նրանց ուղղում են հարցեր կապված ծրագրի շարունակականության, վերապատրաստված մասնագետների առօրյա գործունեության ընթացքում նկատվող փոփոխությունների վերաբերյալ։ Անահիտ Կարյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։